Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Այսօրվա իմ հյուրին շտապում եմ ուղղակի ներկայացնել, որտեղ իսկապես պրոֆեսիոնալ երգիչ, տաղանդավոր երգիչ, լավ մարդ, լավ ընկեր, մի խոսքով Էրիկ Մակարյան։ Ողջույն եղբայր, ոնց ես։ Էրիկ ջան, ոնց ես։ Լավ եմ, Աշոտ ջան, ինչպես ես։ Առողջություն։ Լավ։ Օրերդ ոնց են անցնում։ Նորմալ, առօրյա։ Ես շատ վաղուց բանից քեզ ուզում եի հրավիրել իմ հաղորդմանը, ուղղակի չէր ստացվում, հետո ոչ մի կոորդինատ չունեի քեզանից, ու լավ էր, որ բոլորովին պատահական հանդիպեցինք։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Շատ ուրախացա, որ վերջապես իմ հյուրը կլինես։ Ես այսօր ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Շնորհակալություն։ Էրիկ ջան, մի փոքր քո մասին։ Ծնվեցիր, սովորեցիր, գնացիր, եկար, տարար բերիր, այդպես ոչ մանրամասն, ուղղակի քո մասին համառոտ։ Ծնվել եմ Երևանում, ինչպես ասում են իմ լավ ընկերներն, ասում էր Սովետский Союз, шестая дорожка։ Հա, ծնվել եմ Երևան քաղաքում, կենտրոնում։ Ավարտել եմ 58 համարի դպրոցը Հակոբ Հակոբյանի կոնդիտեմի դեպ։ Մի խոսքով քաղաքի տղա եմ, երևանցի։ Հետո կենտրոնի սովորեցիր դպրոցը, հետո ինստիտուտ։ Չէ, ինստիտուտ չհասցրեցին, վատ տարիներն էր։ Մենք այդ վաղ տեղափոխվեցինք Սոչի քաղաք ապրելու։ Հա, 90-ականների սկիզբն էր, կակրաս այդ 8-րդ դասարանը ավարտելուց հետո տեղափոխվեցինք Սոչի ու տենց մնացի Սոչիում դարձա երաժիշտ, այս ինչպես միշտ ես պատմում եմ։ Նվագում էի բառաբան, հետո բլոկ, տրումսետ։ Բայց չէի երգում։ Չէ երգում։ Իդեպ Սոչիում սկսեցի երգելը։ Հայաստանում չես երգել։ Հայաստանում չէի երգում, չէ։ Այն վաղ նվագում էի, հետո վերադարձա, գնացի բանակ Հայաստանում, ծառայեցի, նորից վերադարձա Սոչի, նորից նվագում էի ռեստորաններում, հետո նոր սկսեցի երգել։ Երաժշտական ոչ մի կրթություն չունես։ Կրթություն երաժշտական գնացել եմ մոտ երևի 12-13 տարեկանում ինձ տվեցին բառաբանի, քսիլոֆոնի, համ բառաբան, համ քսիլոֆոն։ Մի տարի սովորելուց հետո այդպես ստացեց, որ մենք տեղափոխվեցինք արդեն Սոչի ու սաղ, տենց կիսատ մնաց մի խոսքով։ Վոկալի էլ ոչ մի կրթություն։ Վոկալի ընդհանրապես չէ։ Այդ ոնց ստացվեց, որ սկսեցիր երգել։ Սոչիում աշխատում ենք ռեստորանում, հայկական խումբ ունենք շատ լավ, ճանաչված քաղաքում, հետո այնպես ստացվեց, որ մնացինք անգործ։ Գործ չունեինք, ինձ մի հատ շատ լավ, ինչպես ես միշտ պատմում եմ այդ մարդու մասին, չգիտեմ այդ մարդը ողջ է թե չէ, ինձ շատ լավ ընկեր Ասորի կար, Վալոդյա Яковлев ասեց, ты хороший певец, ты можешь, ты хороший музыкант, ты сможешь спеть։ Ասում դու լավ երաժիշտ ես, կարաս նաև երգես եւ այնպես ստացվեց, որ Մոր զարմանալի ֆակտ էր դա, որ ես պետք է երգեմ, բայց ես երգիչ չեմ ու երգ չունեմ։ Ասեց երգի։ Կստացվի քո մոտ։ Ու ես վրացական ռեստորանում սկսեցի երգել ռուսական երգեր Սոչի կենտրոնում։ Այնպես ստացվեց, որ մի շաբաթ հետո իմ աշխատանքից արդեն որ սկսեցի երգել, հավաքել, երգել, ձայնագրվել, աշխատել իմ վրա, մի 10 օր հետո, մի շաբաթ 10 օր հետո իրանց հիմնական երգիչին ասեցին էլ մի արի, դու մենք լավ երգիչ ունենք։ Այդպես սկսեցի երգել, հետո արդեն տեղափոխվա Հայաստան, ակումբներ, օպերա ակումբ, միջազգային կոնկուրսներ, տենց տարբեր միջոցառումներ, մասնակցել, հաղթել, դա հիմա արդեն Ամերիկա եմ։ Ախր դու լավա որ սկսել ես երգել, որովհետև ափսոս էր, որ դու չերգեր, ես քո երգը շատ եմ հավանում, ու ոչ միայն ես, իմ անձնական կարծիքը, ամեն մարդ կարա իր կարծիքը ունենա, ասի, հրաշալի երգիչ ես դու, լավ երգիչ ես դու, ափսոս էր, որ չերգեիր, որովհետև այնքան մարդիկ են երգում, որ հեչ կապ չունեն երգի հետ, բայց դու այդքան երգի հետ կապ ունես ու լռել ես երկար տարիներ, ուրախ եմ, որ այդ մարդուն դու պիտի պարտական լինես ամբողջ կյանքում այդ, ով որ քեզ խորհրդատում, որ երգես։ Լավ, քանի տարի է այստեղ ես։ 3 տարի եղավ։ 3 տարի, իսկ ընտանիքս Հայաստանում է։ Հա։ Ես գիտեմ, որ մի տղա մի աղջիկ ունես։ Այո։ Բավականին մեծ, մեկը 22 տարեկան, հա, մեկը։ Հատկապես 22 տարեկան աղջիկը 13։ Ինչով են զբաղվում։
Տղաս նկարիչը Թերլեմեզանը ավարտեց, նկարիչը, դիզայները ավարտեց Արմատ կենտրոնը, այդ դիզայներական Հայաստանում։ Հիմա DJ-ա դարել, DJ-ություն անում, սիրում է երաժշտությունը։ Աղջիկս սովորում է Չայկովսկի անվան դպրոցում, նկարչուհի է, դաշնակահարուհի է։ Շատ լավ։ Տիեզերք է հետազոտում, զարմանալի, շատ բան։ Գիտդ արվեստի հետ կապ ունի, թե միակ կապը դու ես արվեստի։ Կինս արվեստի հետ կապ ունի, քանի որ սա արվեստագետ են, տուն իհարկե կապ ունի։ Դա իհարկե կապ ունի, շատ մեծ։ Երեք ջան, բացի երգը, երաժշտությունը, բան, ուրիշ էլի ինչ-որ բան ունես, զբաղվում ես։ Չէ, չեմ զբաղվում ուրիշ բաներով։ Հոբիեր չունես։ Հոբիները շուտ-շուտվանից թարգել եմ, ես մեծ կոլեկցիոներ եմ եղել ժամանակին, ես ֆիլատելիստ եմ եղել, բոնիստ եմ եղել, նումիզմատ եմ եղել, մեդալներ, կոպեկներ, մարկաներ, տենց բաներով եմ զբաղվել, ավելի երիտասարդ վաղ։ Դե ես գիտեմ, որ Հիմա չէ, հիմա հոբիներ չունեմ, հիմա հոբին իմ կուխնյան է։ Խոհանոցը։ Հա, խոհանոցը, հա։ Համով բաներ պատրաստել, սուշի եմ պատրաստում։ Բավարար հրավիրի էլի։ Անպայման ես սիրով։ Ես սուշի համար խելագարվում եմ, շատ եմ սիրում։ Հա։ Հա, թե մի օր ես բերեմ լրիվ բանը։ Okay։ Ինչ որ պետք է դա սարքելը։ Դա իմ համար հոբի, հիմա չեմ անում, որտեղ հիմա ժամանակ էլ չի լինում զբաղվել։ Հետո դու մրցանակների, պատվոգրերի բաների ես չի ահագին արժանացել։ Ժամանակին հա, քանի որ արդեն այդ տարիքս չի, որ ես մասնակցեմ ինչ-որ բաների 2000-ականների սկզբերում մի քանի միջազգային փառատոների եմ մասնակցել, Grand Prix եմ բերել Հայաստան, չեմ մասնակցել, հաղթել եմ։ 2006-ին դարձա տարվա հայտնություն, Մոսկվայում, Կրեմլում եկեցի։ Песня года Армении, Морской узел, Նավարեսիսկում կոնկուրսին, հետո հերոստանախագծեր կար, հերոստարեստորան տեղ հաղթեցի։ Ինչ որ բաներ կար, արդեն չեմ հիշում։ Մի խոսքով շատ տեղերում եմ մասնակցել, այո։ Մրցանակներ բերել տուն Հայաստան։ Գիտես ինչ, շատ երգիչների համար ուղղակի եթե դա մի քիչ պատվաբեր էր առաջ, մեր ժամանակներում։ Պատվաբերել ռեստորանում երգել, հարսանիքներում երգել, բայց հիմա պատվաբերը ընդհակառակը հետ։ Ուրեմն լավ երգիչ ես, որ քեզ հրավիրում են եւ ռեստորանում երգել, որտեվ տեղել էլի հանդիսատես է գալիս ամեն դեպքում։ Հետո ինչ որ խմիչք կա սեղանին բակա, բայց կասեն լսել ու լավ երգ, լավ երաժշտություն։ Եվ հարսանիքներում էլ բոլորն ուզում են, որ իրենց երեխայի հարսանիքին լավ երգիչներ երգեն։ Ուրեմն գնահատված ես, ուրեմն դու ճանաչված ու սիրված ես, որ կանչում են։ Գնում ես հարսանիքների։ Հա, իհարկե։ Հա, հրավերներ շատ կան։ Կան, այո, իհարկե կան։ Ստեղ էլ թե դրսումն էլ դրսից էլ են կանչում, ուրիշ նահանգներից կամ ասենք Եվրոպա։ Նահանգներից, ուրիշ նահանգներից էլ են կանչում, այո, իհարկե եղել եմ մի քանի տարբեր նահանգներում։ Եվրոպա, Ռուսաստան։ Եվրոպա չեմ կարող գնալ, ոչ Հայաստան։ Հայաստանից էլ են, իդեպ ասեմ, ես վերջերս Հայաստանից անգել կանչեմ, բայց ես չեմ կարող հիմա դեռ թղթաբանության հետ կապված խնդիրը չեմ կարող տանել։ Բայց կան, միջոցառումներ շատ են։ Ծնունդ, գնունք, հարսանիք։ Շատ լավ է, շատ լավ է։ Այդ ասում եմ, էլի դա էլ պետք է ավելինես ով սիրում է ոչը ռուսական երգի, ով շանսոնի սիրում։ Կարող չի սեր ոչը ռուսական այկան, ուրեմն դու երգի չես բան հարգված, էլի ընդունված երգի չես, որ կանչում են, չէ՞, որ իրենց հարսանիք ավելի ուրախուճող լինի։ Ու հիշվի միշտ։ Ավարտվեց մեր հաղորդման առաջին մասը, մեր 3 մասից է բաղկացած։ Թույլ ես անցնեմ գովազդի, որից հետո կշարունակենք մեր այս շատ հետաքրքիր ինձ համար սրույցը։ Սիրելի բարեկամներ, գովազդի արդյունի եթերում, որից հետո կշարունակեմ իմ սրույցը իմ շատ լավ ընկերոջ, շատ տաղանդավոր մարդու Էրիկ Մակարյանի հետ։ Գովազդի արդյունի եթերում։ Դեռ չգիտեք, թե ինչպես կարող եք դիտել սիրված սերիալները առաջինը և դիտել այն որակով ու ամենուր։ Ինչպես բաժանորդագրվել Armflix հայկական էքսկլյուզիվ կինոպլատֆորմին։ Հետևեք մի քանի պարզ քայլերի և ստացեք հասանելիություն առաջինը դիտելու Armflix-ի բազմաժանր հայկական կինոարտադրանքը։ Քայլ առաջին՝ մուտք եք գործում armflix.com։ Քայլ երկրորդ՝ սեղմում եք բաժանորդագրվել կոճակը։ Քայլ երրորդ՝ ընտրում եք
ձեզ համար ցանկալի բաժանորդագրման տարբերակը։ Քայլ 4. Լրացնում եք քարտի տվյալները եւ գնում եք առաջ։ Իդեպ Armflix-ը կարող եք դիտել ամենուր եւ անսահմանափակ, ներբեռնելով նաեւ հավելվածը հեռախոսի եւ անմիջապես հեռուստացույցի վրա։ Դրանով իսկ կանեք ամենալավ նվերը ձեր ծնողների եւ տարեցների համար, որոնք չեն սիրում դիտել սիրված սերիալները համակարգչով, իսկ հեռուստացույցով սեղմելով մեկ կոճակ նրանց հասանելի է դառնում ողջ կոնտենտը։ Երիտասարդները Armflix-ի iOS եւ Android հավելվածների միջոցով կարող են դիտել դրանք ամենուր։ Իդեպ, մեկ գրանցված բաժանորդագրությամբ կարող եք դիտել բոլոր սարքերով։ Ահա եւ վերջ, դուք ստացաք հնարավորություն դիտելու հայկական ամենանոր, բազմաժանր եւ էքսկլյուզիվ ֆիլմերն ու հեռուստասերիալները մեկ հարթակում։ Դե ինչ, բարի դիտում։ Armflix, եղիր կոնտենտի տրենդի մեջ։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Էրիկ Մակարյանի հետ։ Էրիկ ջան, չես մտածում որևէ մի անգամ մտքովը չացես տեղ մի համեր կազմակերպես, թեկուզ ոչ մենակ, ասենք հետը տելի երկու երկիջ երկչույի լինեն, բայց մի լավ համեր կազմակերպես։ Համեր կունեցել եմ Լոս Անջելեսում, հա, ռեստորանային, ակումբային։ Հիմա նոր Քո մենահամերգն ա եղել։ Դե դա մի քիչ բարձր ասած մենահամերգ, ռեստորանային ակումբում տենց համերգ ա եղել, բենդով, շատ լավ բենդով, իմ լավ ընկերների հետ։ Հիմա նոր ծրագիր եմ սարքում։ Իդեպ նոր երգեր կլինեն եւ հին երգեր, ռետրո, շանսոն։ Ու յուրահատուկ ոճի մեջ ա լինելու, ավելի շատ ռետրո երաժշտական, տենց ոչ թե նոր ապրաբոտ կա լինելու են, ավելի հին ոճի մեջ ա լինելու այդ ամեն ինչը, ակուստիկ երաժշտություն ա լինելու։ Շատ հետաքրքիր բան է, չգիտեմ դեռ երբ կավարտեմ այդ փորձերը, բաները արդեն արագացրա չգիտեմ երբ կլինի, բայց անպայման կլինի։ Չէ, եթե մի գործը սկսել ես անպայման արդ, հետո կմոռանաք, հետո կանստի կգնա, կմնադ ուշեր, բայց պետք է անես։ Էրիկ ինձ համար շատ հետաքրքիր է, ու միշտ է հետաքրքիր։ Հեչ մտքովը չացե, որ ասենք մի հայկական երգել երգես մի երկու հատ քո ծրագրում են։ Ունեմ հայկական երգ, շատ շուտ եմ զայնակրվել եւ տեսահոլովակ եմ նկարել 13 թվին։ Չեմ հավատում երգի վրա։ Դա ոնց որ տենց այդ պահն էր, արեցի, հետո էլ ոչ մի բան չեմ արել մինչև հիմա։ Կա հայկական երգ կա։ Անպայման ունեցի, անպայման։ Զուգերգ ունեմ Արմենի Ադամյան, իմ լավ ընկերոջ հետ։ Հիմա սա բայց կան երգեր։ Գիտեմ, այն երգիչը չես դու որ ֆանագրամով երգես կամ պլյուսով երգես, ոնց որ ասում ենք մենք երաժշտական աշխարհում։ Դու սիրում ես միշտ կենթանի կատարումը քո։ Ու ես չեմ կարող այսօր քո ցայնային այդ որակը ապահովել, բայց դու ինչ ոնց էլ երգես Էրիկ Մակարյանը, մնում է Էրիկ Մակարյան։ Եթե խնդրեմ մի երգ կարող ենք երգել ու նվիրենք մեր հեռուստադիտողին։ Իհարկե, մեծ սիրով։ Գնացինք։ Я им помашу рукой, не жалею, что живу я часто, как придется. Только знаю, что когда-нибудь в один из дней все вернется, обязательно опять вернется. И погода, и надежда, и тепло друзей. Так поскучаем, чтобы радостней была минута нашей встречи, ведь она еще не за горой. Вновь весною из полета возвратятся утки, стосковавшись по озерам с голубой водой. Я помню, давно учили меня отец мой и мать. Лечить так лечить, любить так любить, гулять так гулять, стрелять так стрелять. Но утки уже летят высоко, летать так летать, я им помашу рукой. Прощайтесь,
говорю я вам, до скорой встречи. Все вернется, а вернется, значит, будем жить. Не прощайтесь, говорю я вам, до скорой встречи. Все вернется, а вернется, значит, будем жить. Я помню давно, учили меня отец мой и мать. Лечить так лечить, любить так любить, гулять так гулять, стрелять так стрелять. Но утки уже летят высоко, летать так летать, я им помашу рукой. Летать так летать, я им помашу рукой. Летать так летать, я им помашу рукой. Բրավո Էրիկ ջան, բրավո հրաշք։ Շնորհակալ եմ։ Ես շատ շնորհակալ եմ այդ գեղեցիկ հրաշք իսկապես կատարման համար։ Դե Էրիկ Մակարյանը մնում է Էրիկ Մակարյան։ Ես հիշում եմ մի տարի մենք Ֆրանսիայում Լեոն քաղաքում, Լիոնում ելույթ էինք ունենում ու մեր Համլետը Գևորգյան, որին շատ հավանում եմ, որպես երգիչ է։ Հրաշալի երգիչ, այո։ Լավ պատղա, լավ մարդ ու մի պահ նեղվեց միկրոֆոնից, թե ինչ դրեց կողմ ու ասեց եկեք Ժողովուրդ ջան առած միկրոֆոնը երգեմ ու երգեց ամբողջ մեծ սրահեր շատ ոտքի վրա վերջում ցափարում էին այ երգիչը դա է դու երգես այդպես որ կարաս առանց միկրոֆոնի առանց նվագակցության առանց բանի բայց ցայն ամբողջ տարածվեց այդ սրահում մեկ շնորհակալություն շատ շնորհակալ եմ իսկապես իսկ դու հիմնականում ինչ Էրիկ ջան ինչ երաժշտություն ես լսում բացի այդ շանսոն ռետրո բան ինչ ես լսում Մեր մեջ ասած ես շանսոն չեմ լսում չես լսում Ես մեծացել եմ ջազ ռոքի վրա։ Հա։ Այն թվերին մի քիչ դժվար էր կոմունիստների վաղ։ Բայց հիմա երգում ես, չէ՞։ Չեմ երգում անգլերեն, չեմ երգում այլ լեզուներով։ Չէ, շանսոն չես։ Շանսոն երգ եմ երգում։ Բայց եմ ասում, ես դրա մասին եմ, բայց չեմ լսում։ Հա, չես։ Որ ասենք առօրյային երաժշտությունը մեքենայի մեջ ինչ ես լսում։ Արտասահմանյան երաժշտություն եմ լսում։ Շատը երաժշտություն, ոչ թե երգ։ Մեկ էլ լսում են երգերը, որը պետք է նոր սովորեն։ Մի քանի անգամ լսելուց հետո արդեն երգը պատրաստ։ Օրինակ ես Լուիս Միգել եմ լսում, Սենատրա եմ լսում, Շարլ Ազնավուր եմ լսում, Բոչելի եմ լսում։ Որ իմանայի լեզուները ես կերգեի, քանի որ չգիտեմ լեզուները, ոչ անգլերեն, ոչ իտալերեն, ոչ ֆրանսերեն, չեմ երգում, որովհետև չգիտեմ ինչի մասին է երգերը։ Պետք է իմանամ ես ինչի մասին եմ երգում, որ երգը մենակ երգելով չի պետք է հոգի դնես երգի մեջ։ Իմանամ ինչի մասին։ Կատարես, գաս այդ երգը։ Ապրես այդ երգով ապրես։ Մեծ սիրով կերգամ Ֆրենք Սինատրան, Տոնի Բենետ, Մայքլ Բոլտոն, Մայքլ Ֆրենքս։ Էրիկ ջան, ավարտվեց երկրորդ մասը նաև։ Անցնենք գովազդի, որից հետո անցնենք մեր վերջին երրորդ մասին։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTN-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցը իմ ընկերոջ հետ, Էրիկ Մակարյանի հետ։ Գովազդ ARTN-ի եթերում։ Armflix հայկական առաջին սթրիմինգային հարթակը սկսում է նոր սուպեր մեգա նախագծերի շքերթը։ Այն մարդիկ, ովքեր վճարել են ընդամենը 5.99 ամսական, կարող են վայելել Armflix-ի միանգամից 9 մասշտաբային պրեմիում նախագծեր։ Էքսկլյուզիվ միայն Armflix հարթակում։ Եվ այսպես, արդեն սկսվել է Vendetta կրիմինալ դրամայի դրությունը սիրված դերասաններով։ Շատ շուտով Գոր Վարդանյանի կայսրության թևերը 2 նոր եթերաշրջանը, որը նկարահանվում է միանգամից 3 մայրցամաքներում։ Բաց չթողնեք։ Շուտով սկսվում է բուրըն հումորով հագեցած նոր սիթքոմ, նմանակներ, ծիծաղաշարժ դրվագներ, սիրված դերասաններ։ Armflix-ը ներկայացնում է Վաչե Ամարյանի, Աննա Մանուչարյանի ու Էլի սիրված դեմքերի մասնակցությամբ նոր հեռուստասերիալ Վերջին վկան, Armflix։ Պատկերացնում եք, թե ինչ կլինի, երբ տաղանդավոր, սիրված, Մկրտիչ Արզումանյանը և Լիաննա Վանոյանը միասին սկսեն շատ ծիծաղելի, շատ հետաքրքիր սիթքոմ, 13 վայրկյան։
Արդեն սեպտեմբերի 10-ից տաքսի բոլորովին նոր հումորով լեցուն սիթքոմը Սոս Կարապետյանի նոր Սոս Կալի սիթքոմը հատուկ Armflix-ի բաժանորդների համար այսպիսով միանգամից 4 հումորային մեգա նախագծեր գալիս են ապահովելու բարձր տրամադրություն իսկ մելոդրամայի սիրահարներին Armflix առաջարկում է աշխարհահռչակ Globo TV 75 մասանոց փրկել բոլորին սերիալը դասամիջոց սիրված եւ բարձր վարկանիշով սերիալի նոր եթերաշրջանը շարունակվում է Armflix-ում եւ ուրեմն գրանցվեք Armflix արտակում ամսական ընդամենը $5.99 եւ դիտեք ամեն օր նոր որակյալ ֆիլմեր հեռուստասերիալներ հեռուստանախագծեր սիթքոմներ այս քանակի եւ այս որակի հեռուստասերիալներ Armflix հարթակում։ Բարեկամներ ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս Էրիկ Մակարյանի հետ։ Էրիկ ջան, դե բոլոր երգիչներն էլ, ում որ դու գիտես, ում որ ես գիտեմ, բոլորն էլ աշակերտներ ունեն, դպրոցներ ունեն, ու երեխեքին սովորացնում են երգել, այդ լավ բան են անում, որ օտար հողի վրա հայերեն երգել սովորել հայկական հոգի ունենալ ու հայերեն շփվել ընկերների, ընկերուհիների հետ։ Երբևէ մտքովդ անցել աշակերտներ ունենաս, թե չէ, կամ դպրոց ունենաս, կամ թեկուզ մասնավոր մի երկու աշակերտի հետ աշխատես։ Չեմ կարծում որ ես կարամ սովորացնեմ, որտեվ երգիչ լինել եւ երգել սովորեցնել նրանք տարբեր մասնագիտություններ են։ Մանկավարժն ուրիշ է, կատարողն է, իհարկե տարբեր մասնագիտություններ չեմ մտածել, չեմ փորձել։ Համաձայն եմ։ Չգիտեմ դա արդյոք արժի դա անել, փորձել։ Դու լավ փորձ ունես։ Բայց խորհուրդներ շատ երգիչների, շատ հիմա արդեն բավականին լավ երգիչների եղել են ժամանակներ, որ խորհուրդներ եմ տվել։ Ես միշտ ասում եմ ռուսերեն բառ, տենց միշտ արտասեմ, я не певец, но знаю как։ Ես երգիչ չեմ, բայց գիտեմ ոնց կարելի է երգել։ Գիտեմ ոնց կարելի է երգել։ Բայց կարող է սովորեցնեմ, իսկ ճիշտ չհասկանան կամ չկարողանամ ես բացատրեմ ոնց է պետք անել։ Ախր դու ինքդ ոչ բացենք լավ շկոլա ես անցել ինքդ։ Դու ես շատ լավ շկոլա եմ անցել։ Ես տարբեր ժամանակների հետ որ ասեցի որ ռեստորանը երգիչը համարվում էր ամոթալի վիճակ, ինչ որ տես։ Անպատվաբեր էր ռեստորանում երգել։ Ես այդ սաղ ինստանցիաները անցել եմ։ Այդ ժամանակները, փոփոխությունները ժամանակների երաժշտական աշխարհի ես այդ տենց ստացվեց որ մեր 90-ականներից սկսած այդ ամեն ինչը տենց զարգանում էր մինչև մեր ժամանակները։ Գիտես որ ես էլ ժամանակին երգել եմ, ես էլ եմ երգել մի կարճ ժամանակ, բայց ռեստորանում երգել եմ։ Մեծ դպրոցը, շատ մեծ։ Դժվար էր հա ժամանակ, մի քիչ դժվար էր ինձ համար, հայրս չկար, որս հետ էինք ապրում, Արցով էինք ապրում։ Բայց ես երգեցի, հետո ամուսնացանք ու սկզբի շրջանում երգեցի մինչև ոտքի կանգնեցի մտանիքը։ Ու իսկապես դա մի շկոլա էր, որը մեզ շատ բան տվեց։ Ես երկում եմ ամել հաճույք ես տամ, բայց անհարմար էի զգում, ամաչում էի, դրանից որ հանկարծ ծանոթ չլինի այդ օրը ռեստորանում ինձ տեսնի բան իմ ծանոթներից, որ ես այդտեղ երգում եմ, բայց դե իսկ հիմա հակառակն է։ Հա պետք էր ինչի, պետք էր դա աշխատանքեր ու մարդիկ ծափահարում էին։ Ռեստորանի ամեն մի երգից հետո ծափահարում էին, ու ինձ շկոլա եղավ, ես բացվեցի այդտեղ որպես երգիչ։ Շատ մեծ դպրոց է այո։ Հիմա երևի ժամանակն է, որպեսզի պատմես իրական պատմություններ։ Մենք պայմանավորվել ենք։ Մի երկու լավ պատմություն պատմի։ Երկու լավ պատմություն։ Մի հատ վերջիններից պատմեմ, սկսեմ վերջիններից, մի հատ լավ ընկեր ունեմ ստեղ։ Մոտ մի տարի կես մենք ընկերություն ենք արդեն, ես շուտով 2 տարի կլինի։ Իմ լավ ընկերն է, Սևակս Արսենյան։ Մոտ մի 2 տարի առաջ սկսեցինք ընկերություն, ես ծանոթացրեցի, դե շփվում էինք, հանդիպում էինք։ Վաղտեր լինում որ ամեն օր սենց հանդիպում էինք, բայց ես ոչ իմ մասնագիտությունից եմ խոսացել կամ ինչ որ բան կամ ինչ երբ զանգել ես տնես չէ որ բեմին եմ եղել, ասել, «Վայ երգում եմ կամ գնում եմ երգելու»։ Ոչ մի բան տենց չենք, մենք շփվել ենք, ընկերություն ենք, արել հանդիպել ենք, ոչ գործից բանի չենք խոսացել էլի, տենց։ Ոտ ես վերջերս էր մոտ արդեն տարուկես անցել էր էլի։ Զանգեց սենց այց։ Ապա դու Էրիկ Մակարյանն ես։ Ասեմ ինչ էլ է Սևակ ջան, բան չի պատել, ասում դու հաստատ Էրիկ Մակարյան ես, երգիչ, ասեմ հա ախպեր, բախի եմ ես նոր իմանամ որ դու երգիչ Էրիկ Մակարյանն ես։
Ինքը մինչև տարի ու կես մենք ինքը չի իմացել, որ ես Էրիկ Մակարյանն եմ երկիչ։ Իր աղբերն է ասել, բայց ավելի լավ է ինքը չիմանար, որ ես Էրիկ Մակարյանն եմ։ Հիմա ամեն օր երգում եմ իր համար։ Շատ լավ։ Ուրիշ ինչ պատմություն ունես Էրիկ ջան։ Ուրիշ պատմություն, ռեստորանային պատմություններ կան ակումբային։ Կապ չունի։ Իլ ստեղ այ դեպ եղել, չէ, պատմեմ Երևանից։ Մի օր ես աշխատանքից հետո միշտ սիրում էի Երևան City-ից առևտուր անել եւ տուն տանել։ Գնացս սապրանքները, տենց մի օր կնոջս հետ դուրս եկանք, ակումբում էինք։ Առևտուր էինք անում Prospect City-ում, մի հատ արդեն կասայում կանգնած էինք, ապրանքներն էինք մանում։ Հետևից մի հատ տղամարդ Էրիկ ջան, ցավը տանեմ, գիտես քեզի ոնց ենք սիրում, ասես ֆալացի տեսեմ, ինձնից ասես մոտ մի 40 տարեկան է, ինքն մի 60-ի մոտ էլի մոտավորապես, տարիքով տղամարդ էր։ Ասեմ, այ շատ հաճելի է, ճանաչել է ինձ, բան թվերին քո երկերի վրա եք մեծացել, որ ասես քո երկերի վրա եք մեծացել։ Մենք կնոջս հետ փրկացինք, ասենք ծիծաղ էր շատ բարձր, բան ինչ է եղել։ Ասեմ, ցավը տանեմ, ես սկսենք նորից երկ չունեմ։ Որ իմ երկերի վրա մեծացած, ասեմ, ո՞նց ես դու մեծացել, ինձ 20 տարի մեծ ես։ Ես երեխա եմ եղել, որ դու պետք է երկ լսածելներ, հա։ Amma դե այն քո երկերը էլի, բլատնա երկերը, որ դու երգում ես, ուտեղ ապշը մենք մեռանք։ Հա, ու անցավ մոտ մի քանի ամիս հետո նույն մարդը ավելի խմած, ջնջված, էլի նույն City-ում էլի կնոջս հետ կայնած ենք ասային, նորից էլի հետևից Էրիկ ջան, քո երկերի վրա եք մեծացել, ասում եմ, մեռնում արեք, ոչ ջոգում դու չես մեծանում։ Այս խոսքած գնացել ես։ Մետ եղել, մի անգամ ստեղ եղավ ռեստորանում եկան ասեցին զալում բարսկահայեր են։ Ռուսական երգ պետք չեն հասկանում մարդիկ։ Ասի խնդիր չկա, ես ստիպված երգեցի հայերեն, երգիմ երգերից երգեցի։ Երևանի գիշերներում երգեցի ու տենց սկզբում ամենաերեկոյի ժամը 8-ի կողմն էր, 8:30-ի կողմն էր, մեկ է ժամը 12-ին հետ եկա դահլիճ մտնեմ, ասեմ կորե ամոթ է մի հատ եմ իմ երգեմ, դե ռուսերեն չեն հասկանում մարդիկ, ինչ երգ։ Հա բարի մոտ կանգնած եմ ու սենց տեսնում եմ, դե երգիչ մարդ եմ, բեմից սաղ տերևում եմ։ Սենց մի աշկից տակով նայում եմ, տենամ երկու հատ աշդահատ տղա, սենց շատ բոյով, ճանով, քյաչալ, սաղ տատուներով, սենց նայում են իմ վրա ու երկուսով գալիս են իմ վրա։ Արդեն մի քիչ տարօրինակ բան եղա, էլի, տենց ինչ որ մոտ մեջս բան եղավ, ասում։ Սրանք ես գալի վրա եք ասին, բաբամ դու չես երգելու են քո երգերը։ Ես տարօրինակ ասեմ, ինչ պետք է ես երգեմ։ Այն որ դու գոռում ես բեմի վրա, ես ես բարձր։ Մենք սաղ երեկո սպասում ենք, որ դու ասեմ, լուրջ եք ասում, որ դուք տենց բաներ եք լսում։ Մենք չենք հասկանում դու ինչ ես երգում, բայց մեր դուրս շատ է գալի, խնդրում եմ երգի, տեսնում ես։ Ու ես սաղ երեկոմ վախեցած այդպես չէի երգում, որտեվ մտածում եմ չեն հասկանում։ Վերջում եկան այդ մարդիկ իրանք էին խնդրում, որ ես երգեի։ Էրիկ ջան, պատմես անեկդոտ։ Վայ, անեկդոտ։ Ինքան անեկդոտ գիտեմ լավ։ Այսօր հաղորդմանը գալուց չգիտե ինչ անեկդոտ, բայց զանգեցի տղա ես Երևան։ Ասեմ, մի հատ նոր անեկդոտ ինչ կա տեղից։ Ասեց ու դարավ իմ ասելը անեկդոտ իրա պատմած։ Ասում է, պապ, երեք չարաչորը անեկդոտ եմ գնել։ Ասեմ, ո՞նց ես գնել։ Ասում մի հատ մարդ մոտիկացավ, փող ուզես փողոցում, անեցինք փող տվեցինք, ասեց դե որ ինձ մի հատ անեկդոտ պատմեմ։ Ու անեկդոտ է պատմում, ինձ այդ անեկդոտը որ պատմեց, ես մոտ մի 15 րոպե ծիծաղում էի այդ, բայց եթերային ինչի ամեն դեպքում։ Հա։ Շատ արյուն իմ մտքովս անցնում է մի հատ հին անեկդոտ կա, ասում է ամերիկացին, գերմանացի մեկը ֆրանսիացին գնում են տեղ մեկը մեջից կողքից ասում է բայց հին սաստավը չկա հայը ռուսը վրացին։ Երեք շատ կա, բայց եթերային չի։ Էրիկ ջան, դե ավարտվեց մեր ծրագիրը, անկեղծ ասած։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ, մնում է մենք հրաժեշտակ իրար ու սպասում եմ ես անհամբեր քո այդ համերգին անպայման դա պետք է լինի։ Անպայման ես սպասում եմ դրան, ոչ միայն ես երևի։ Միշտ օր հանդիպում։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ շատ։
Սիրելի բարեկամներ, ավարտվեց եւս մեկ հաղորդում, իմ հյուրն էր երգիչ Էրիկ Մակարյանը։ Այժմ անցնեմ մեր հաղորդման վերջին խոսքերին։ Ահա որ ցավ է, երբ սիրելի մարդկանցից մնում են միայն լուսանկարներ եւ հուշեր։ Բարի գիշեր։ Ազարյան ջան, բա իմացար ինչ եղավ։ Ինչ եղավ։ Այն Ռազիկինը թողեց գնաց մարդուց։ Ինչի։ Ասում է Լևի ա գնում մարդը։ Ու բռնացրել է։ Բռնացրել ա գնացել ա։ Մեղք։ Լևի գնալը մեղք գործը, մեղք է։ Այ Լևի գնալը մեղք է։ Բայց եթե ունես հնարավորություն ու չես գնում, այդ շատ մեծ մեղք է։ Արշակոս։